եթե մենք առ այսօր երկրում ենք, այդ արդեն հայրենասիրությունն է։ Այո, եթե մենք այստեղ ապրում ենք, աշխատում ենք, պլատիմ նալոգի եւ այլն, միգուցե ինչ-որ հույսեր կան, որ մեր նման էլ հաստատ կան մարդիկ, որոնք Երեք տեղերում հույսը դա շուտ էգող սերնդի է, դա որ չի հասցրել հիասթափվել 18 թվականին։ Որտես լավ իդեալներով Ես քեզ ասեմ կդաստիարակվի կգա։ այսպիսի մի բան ընդհատեցի քեզ։ Դուստրս եւ իր ամուսինը 2 տարի առաջ հրավիրվեցին Գերմանիա որպես լավ ծրագրավորողներ, բայց իրենք վերադառնում են Հայաստան։ Շատ լավ է։ Դա ինձ շատ ոգևորում է։ Շատ լավ է։ Մի կողմից մտածում եմ միգուցե պետք է ասեմ մտածեք Բալիկ ջան, մի քիչ ծանր թեթև արեք, բայց լեզուս չի պտտվում այդպիսի բան ասել։ Օրինակ կթվար այդքան ինդուստրիալ երկրում ոնց որ Գերմանիան է, պետք է չգիտեմ, օդ ավելի կեղտոտ լինի, առնվազն, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսական երկրում հասցրել են այն վիճակի, որ ռեկորդային աղտոտվածության է եւ այլն եւ այլն։ Այսինքն Հայաստանում մնալը դադարում է գնալով ռացիոնալ լինել եւ մենք արդեն իրացիոնալ պատճառներով ենք Հայաստանում մնում, որովհետեւ սիրում ենք, հա, մեզ թվում է, որ մեր ջուրը լավն է, այտենց չի։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ չէ, օդի մասին էլ արդեն խոսալու կարիք էլ չկա, հա։ Եվ այլն, բայց այդ իրացիոնալ էդ էլ է վատ, էլի, պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի այդ այստեղ մնալը իրացիոնալ չլինի, ռացիոնալ լինի, բայց դու տեսնում ես այդ բաները շատ ռեալ վտանգները գոյաբանական որ կան, տնտեսական sense գալիս է տենց ճգնաժամը sense մոտենում է, էլի, գնալով, բայց ոչինչ չի արվում դա կանխելու համար, ուղղակի տենց վիճարկում են, հա, մենք ունենք էկոնոմիկայի նախարար, որ տենց գաղափար չունի, պետական պարտքը ինչ է, էլի։ Դա ոնց որ արմատապես անհնար է դարձնում, որ ինքը որևէ լավ բան կարա անի, էլի, ինքը անա գալիս որտեղ մի հատ շուստերություն անի, կռուտի տանի, որ բաց հա մենք իրականում տենց ինչ որ լավ ենք արել, չէ՞, դու մարդիկ իրանց այդ տեքստերը կարդալուց կամ լսելուց հետո ամեն մարդ մի հատ սուպերմարկետ է, չէ՞ մտնում։ Ու տեղ է գալիս մեր տնտեսական իրավիճակը լավացել է, թե մեր Մոնակոյի գնացուցակները։ Այո, ռուսները շոկի մեջ են այստեղ։